Ժողովուրդը տեղեկացել է բարեգործ Սամվել Կարապետյանը, որն այս պահի դրությամբ գտնվում է Արմավիր ՔԿՀ-ում, գտնվում է մեկուսացման պայմաններում։ Քննիչի որոշմամբ արգելել են բոլոր տեսակցությունները, այդ թվում ընտանիքի անդամների միակ բացառությունը փաստաբանն է։ Սա նշանակում է իրավապահ համակարգը գործնականում մեկուսացրել է Կարապետյանին արտաքին աշխարհից, ինչը որոշ շրջանակներում գնահատվում է որպես հոգեբանական ճնշման մեթոդ։ Հարազատները մինչև 2 ամիս չեն կարողանալու հանդիպել նրան։ Նկատելի է նաև անսպասելի շրջադարձ ՔԿՀ հիմնարկի ընտրության հարցում, մինչև այս որոշված էր Կարապետյանին ազգային անվտանգության ծառայության մեկուսարան կամ Վարդաշեն ՔԿՀ տանել, բայց վերջին պահին որոշել են Արմավիր տեղափոխել։ Որոշումը կայացվել է գրեթե անմիջապես տեղափոխությունից առաջ։ Քաղաքական շրջանակներում սա գնահատվում է ճնշման փորձ, բարեգործին ճնշման տակ պահելով ստիպել հրաժարվել իր դիրքորոշումներից, հայ առաքելական եկեղեցու պաշտպանությունից։ Այս գործընթացը ըստ վերլուծաբանների միտված է նսեմացնելու Կարապետյանի հասարակական կերպարը, նրան մենակ թողնելու պետության դեմ պայքարում։ Արմավիրում պահվում են եւ կալանավորները, եւ դատապարտյալները, գրում է թերթը։ Հրապարակում կարդում ենք, որ ՔՊԱ-ականները անհանգիստ են առաջնորդի պահվածքով ու առողջությամբ, նա ակնհայտորեն գունատ է, նյարդային, նիհարած, ընկճված, իսկ 3 օրենսդիրի ամբիոնից այնքան անադեկվատ էր, որ ՔՊԱ-ականները չէին հասկանում Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքիցը այդքան նյարդային, թե Թուրքիա այցով է անհանգստացած։ 24 թվականի բյուջեի կատարողականի եզրափակիչ ելույթում նա անհավանական մարդկային ուղեղի մեջ չտեղավորվող մի շարք հայտարարություններ արեց, որից անգամ ՔՊԱ-ականներն էին շիվարել, ասաց մենք ոչ թե կորցրել ենք Լեռնային Ղարաբաղ, այլ գտել ենք Հայաստանի Հանրապետությունը։ Փորձեց մանիպուլացնել, թե Պրահայում ոչ թե Արցախն Ադրբեջանի կազմում է ճանաչել, այլ ճանաչել է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, ասաց, թե մինչև այդ ինքը ֆորպոստային երկրի ղեկավար էր։ Այնքան են օրենք խախտել, որ այժմ կանոնակարգի խախտումը սրանց դեմ անմեղ բան է եւ չեն էլ նկատում։ Դա արձանագրում են հրապարակը ու շարունակում 3 այժմ նախագահը ոտնահարեց կանոնակարգ օրենքը, Փաշինյանին 30 րոպեանոց ելույթ տվեց ու չընդհատեց, իսկ երբ օրենքով ընդմիջման ժամ սկսվեց, անգամ հարկ չհամարեց ձևական խնդրել պատգամավորներին, որ օգտագործեն նաև ընդմիջման ժամից 15 րոպեն։ Ժողովրդի աղբյուրները փոխանցում են, Փաշինյանը փակ դռների հետևում թիմակիցների հետ քննարկել է Թուրքիա իրականացնող այցը, բացատրել, որ մեկնում է Անկարա հանդիպելու Էրդողանին, խաղաղության պայմանագրի շուրջ բանակցելու նպատակով, ասել է ամեն գնով անհրաժեշտ է մինչև 26 թվականի ընտրությունները ունենալ ստորագրված փաստաթուղթ խաղաղություն վերնագրով։ Քաղաքական թիմում սա գնահատվում է որպես ռազմավարական քայլ իր իշխանության վերարտադրությունը երաշխավորելու համար։ Հետաքրքիր է սակայն, որ ճակերտավոր խաղաղության ճանապարհին մի շարք առանցքային հարցեր մնում են անպատասխան, ինչ է լինելու գերիների ճակատագրի հետ, ինչ փուլում են օկուպացված տարածքների շուրջ բանակցությունները, ինչ ընթացք է ունենալու, անհետ կորածների որոնումը, ինչ ճակատագիր է սպասվում Սյունիքից պահանջվող միջանցքի գաղափարին։ Ժողովրդի իշխանությանը մոտ կանգնած աղբյուրի փոխանցմամբ Փաշինյանը հրահանգել է թիմին չիջնել Բաղրամյան պողոտա, անհետ կորածների ծնողների մոտ նա ասել է ինքն արդեն հայտարարել է, թե այդ գործով աշխատանքներ տարվում են ու անիմաստ է իջնել, ինչ որ բան խոսել Բաղրամյան պողոտայում շուրջ 3 օր փակված անհետ կորածների ծնողների հետ, մինչդեռ ոչ մի տեսանելի բան չի արվում։ Իշխանական թերթի աղբյուրները փոխանցում են, որ հարցը շատ խիստ է դրված ՔՊ-ում, ըստ նրանց Փաշինյանի կարծիքով գործը նորմալ հունով ընթանում է։ ՔՊԱ-ական պատգամավորները շատ զգուշավոր են այժմ մուտք ու ելք անում, քանի որ շատ վախեցած են, մտածում են, որ ծնողները կարող են ցանկացած քայլի դիմել նրանց հետ հանդիպելիս, իսկ ծնողները չեն էլ թաքցնում, որ վճռական են տրամադրված հստակ գործողություններ են ակնկալում, քանի որ շուրջ 5 տարի է իշխանությունը նրանց խաբում է։ Հրապարակում կարդում ենք ՍԴ դատավորի թեկնածու Հանրապետություն կուսակցության անդամ Արտակ Զեյնալյանի վերաբերյալ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ներկայացրած բարեվարկության եզրակացության մեջ ուշագրավ արձանագրումներ կան։ Հանձնաժողովն ընդգծել է Զեյնալյանի կուսակցական լինելը մինչև վերջ զբաղվելը քաղաքականությամբ, ինչը խնդիրներ է առաջացնում ՍԴ դատավորի պաշտոնի համար։ Օրենքը պահանջում է, որ դատավորը քաղաքական չեզոքություն պաշտպանի։ Ինչպես կարող է դատավոր դառնալ եւ չեզոք լինել հենց
իրենց նոր քաղաքականությունից դուրս եկած մարդը նա 25 տարի ակտիվ քաղաքական գործունեությամբ է զբաղվել, Փաշինյանի կառավարման ժամանակ արդարադատության նախարար է եղել, իշխող մեծամասնությունը սակայն անտեսել է հանձնաժողովի կարծիքը, երեկ նրան ՍԴ դատավոր են ընտրել ամրապնդելով Փաշինյան-Արամ Սարգսյան համագործակցությունը, չնայած ժամանակին Փաշինյանը պայքարում էր հանրապետական ՍԴ-ի դեմ, հիշեցնում է թերթը։ Իսկ ժողովրդի տեղեկություններով Տաշիրի ղեկավար Սամվել Կարապետյանի կալանավորումը իշխող կուսակցությունում չի ընդունվել միանշանակ, ՔՊ-ում ոմանք լուռ են, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ակտիվ չէ, լուռ է Տիգրան Ավինյանը, սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը եւ այլոք, նրանք չեն քննադատում Սամվել Կարապետյանին, չեն շտապում սևացնել նրան, ՔՊ խմբակցության ղեկավար Կոնջորյանն ու քարտուղար Արթուր Հովհաննիսյանն են այդ գործին լծվել, որոնք ԱԺ ամբիոնը դարձրել են բոխահաճո հարթակ, բարերարին վերագրելով կապեր Քոչարյանի հետ, անվանելով թալանչի, երկիրը օբյեկտի վերածած օլիգարխ եւ այլն։ Այս ամենում ըստ թերթի ուշագրավ է падգամավոր Ալխազ Ղազարյանի վարքագիծը, որը խոպանչու դուստր է, որի հայրը աշխատում է Ռուսաստանում, բայց ԱԺ ամբիոնից քննադատել է Ռուսաստանում հարստացած Կարապետյանին, մոռանալով, որ հենց իր ընտանիքի պատմությունն է սկիզբ առնում Ռուսաստանում միգրացիայից, կարճ ասած, ողջ աղմուկի ֆոնին ԿՊ-ն շարունակում է լուռ դիտել, արժե արդյոք քարոզչական հարձակումը, երբ հասարակության մի զգալի հատված Կարապետյանին ընկալում է որպես բարեգործ, հայրենասեր ու ազգային կառույցների աջակից։ Իսկ լռությունը, ինչպես հայտնի է, երբեմն ավելի խոսուն է, քան ամբիոնից ճառերը, նկատում է թերթը։